Մոտ 100 ավստրալացուց եւ նոր զելանդացուց բաղկացած խումբը շքերթով անցել է Լոնդոնի Վեսթ Էնդում, բարձրանալով Թրաֆալգարի հրապարակում գտնվող Նելսոնի սյան վրա։ Այդ ընթացքում քաղաքային իրավապահներն ապարդյուն փորձել են իջեցնել նրանց։ Իրականում այս միջոցառումը Սանտա-Կոն կոչվող շքերթներից մեկն է։ Այն ժողովրդական շարժում է, որտեղ մարդիկ հագնում են Սանտա Կլաուսի հագուստ եւ շքերթով անցնում մայրաքաղաքի փողոցներով։ Ակցիայի մասնակիցներից մեկը վստահեցրել է, որ իրենց խումբը կոչվում է Ավստրալացիները Լոնդոնում։ Եկել են այստեղ Սանտա-Կոն անցկացնելու եւ պարզապես ներխուժելու Լոնդոն իրենց ավստրալական ծափահարություններով։ Աթենքի հրշեջներն իջել են մանկական քաղցկեղի հիվանդանոցի տանիքից հիվանդներին նվերներ բաժանելու համար։ Հրշեջները պարաններով իջել են հիվանդների սենյակների պատշգամբներ, իսկ Սանտա Կլաուսի հագուստով մի հրշեջ էլ իջել է հրշեջ մեքենայի կռունկից Մարիանա Վադինոգյանի Էլպիդա հիվանդանոցի քաղցկեղով հիվանդների բաժանմունքի առջև, որտեղ բուժվում են այդ հիվանդությունն ունեցող երեխաներ։ Մենք պարաններով իջանք, ինչպես Սանտա Կլաուսը, որպեսզի նրանց նվերներ տանք, որպեսզի նրանք տեսնեն, թե ինչպես ենք մենք իջնում ներքև նրանց ուրախություն պարգևելու համար։ Իմ զգացողությունն այն է, որ իսկապես դժվար է տեսնել սա, առավելևս ապրել այն։ Ստավրոսը վստահեցրել է, որ հիվանդանոցում գտնվող եւ երեխաները եւ նրանց ծնողներն իսկապես հերոսներ են եւ հույս է հայտնել, որ սրանք կլինեն վերջին տոները, որ նրանք կանցկացնեն այնտեղ։ Քեյփթաունում գտնվող տներից մեկը տոնական տեսարժան վայր է դարձել հազարավոր լույսերով զարդարվելուց հետո, որն այցելուներին գրավել է իր լուսավորվող այգիով եւ տանիքի ցուցադրությամբ։ Բրեքենֆելի կալվածքը լուսավորված է LED լույսերով, ֆիգուրներով եւ մեծ տոնածառով։ Տոնական տան հյուրերը քայլում են ցուցադրության միջով, լուսանկարվում եւ լսում են երգեր։ Երեխաները պատուհաններից նայում են տոնական տեսարաններին ու զարդարանքներին, այդ թվում ձնեմարդուն եւ ձմեռ պապի արձանիկներին։ Տանտեր Ռիկ Վան դեր Գալիենի խոսքով այս ավանդույթը շատ փոքր ծավալով է սկսվել եւ դարձել է սեզոնի գագաթնակետը։ Երեխաները վազվզում են շուրջ բոլորը, մարդիկ պարզապես ուզում են լուսանկարվել, ուրախանալ։ Տոնական լույսերը միացվում են ամեն գիշեր երեկոյան ժամը 20-ից մինչև 22-ը։ Այստեղ մուտք տան վճար է, սակայն ընդունվում են սննդի, տաքվերմակների եւ կենդանիների համար կերակուրի տեսքով նվիրատվություններ։ Այս շքեղտունը միանում է Քեյփթաունի այլ տոնական կառույցներին։ Փողոցային սյուները եւ հասարակական տարածքները զարդարված են տոնական սեզոնի համար։ Տոնական լույսերն ու զարդարանքները լուսավորել են Նիգերիայի տնտեսական մայրաքաղաքի որոշ հատվածներ, բնակիչներին առաջարկելով տոնական հանգիստ, մինչդեռ տարբեր ապրանքների աճող գները մի փոքր սեղմում են տոնական բյուջեները։ Լագոսի փողոցները զարդարված են գունագեղ կամարներով եւ փայլուն ցուցադրություններով, որտեղ մարդիկ հավաքվում են լուսանկարվելու զարդարանքների ֆոնին։ Սա տնտեսական ճնշումների աճի պայմաններում անվճար այլընտրանք է թանկարժեք տոնակատարություններին։ Կարևորը այն չէ, թե ինչ ունեք ձեր տանը, երբեմն խոսքը պարզապես այստեղի գեղեցիկ տեսարանների մասին է։ Դուք պարզապես ուզում եք լուսանկարել դրանք։ Միթե հենց այս բաների համար են մարդիկ գնում Դուբայ եւ Մեծ Բրիտանիա, որպեսզի տեսնեն նման զարդարանքներ եւ հիանան դրանցով։ Փոխարենը ավելի քիչ գումար ծախսելով այս ամենը կարելի է տեսնել այստեղ, Լագոսում։ Վաճառականները վստահեցրել են, որ այս տարվա տոնավաճառներում շատ քիչ բան է իրենց հաջողվել վաճառել, քանի որ տոնածառերի զարդարանքների գները կտրուկ աճել են։ Շատերը վստահեցրել են, որ տոներն անցկացրել են տնային համեստ պայմաններում։ Այդուհանդերձ Լագոսի ընտանիքները շարունակում են հավաքվել լուսային ինստալացիաների մոտ, լուսանկարվել եւ ուրախության պահեր գտնել Նիգերիայի վերջին ժամանակների ամենադժվար տոնական սեզոններից մեկի ժամանակ։ Հազարավոր մարդիկ եւ իրենց ոսկեգույն ռետրիվեր շները հավաքվել են Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում մեկ վայրում այս ցեղատեսակի շների ամենամեծ թվով համաշխարհային ռեկորդը գերազանցելու համար։ Ոսկե ալիք անվամբ միջոցառումը սոցիալական ցանցերում մեկնարկել է արգենտինացի Ֆաուստո Դյուպերեն, որը տարիներ շարունակ ոսկեգույն ռետրիվեր է ունեցել։ Մենք ականատես ենք լինում պատմական մի բանի, ոչ միայն ինձ եւ մեր դրած նպատակի, այլև Արգենտինայի համար։ Այսքան մեծ հավաք երբեք չի անցկացվել եւ կարծում եմ, որ Վանկուվերի 1685 հատ ոսկեգույն ռետրիվերի հավաքի ռեկորդը գերազանցելը պատմական կլինի եւ եթե շուրջը նայեք, ապա կհամոզվեք, որ մենք դա արեցինք։ Կարծում եմ մենք անպայման ռեկորդ կսահմանենք ավելի քան 2000 շուն ունենալով։ Դյուպերի խոսքով միջոցառումը պետք է հաստատի 10 պաշտոնյա։ Վերջնական թվերը հրապարակվելուց հետո արդյունքը կհայտարարեն։
Զագրեբի մրցանակակիր տոնավաճառը, որը 3 անգամ ճանաչվել է Եվրոպայի լավագույնը, Խորվաթիայի մայրաքաղաքը վերածել է ընդարձակ ձմեռային տեսարժան վայրի, որը տարածվում է միակ հրապարակից այն կողմ, ծածկելով քաղաքի կենտրոնի մեծ մասը։ Այդ վայրն իր տոնական հմայքի համար լավագույնն է ճանաչվել European Best Destinations Եվրոպայի լավագույն ուղղություններ կոչվող զբոսաշրջային կայքի կողմից։ Այն այցելուներին առաջարկում է սեզոնային բազմազան փորձառություններ։ Հիմնական առանձնահատկություններից են Բան Էլ-Աչիչի հրապարակում ավանդական տոնավաճառի տաղավարները, եվրոպական հրապարակում կենդանի ելույթները եւ Թոմիսլավ Թագավորի հրապարակում գտնվող խորհրդանշական սառցադաշտը, որն ամեն տարի գրավում է հազարավոր մարդկանց։ Երեկոյան զրինեված այգին, որը զարդարված է հազարավոր լույսերով, դառնում է կենտրոնական կետ, լուսավորված անցուղիներով եւ տոնական թեմատիկայով ապրանքներ վաճառող փայտե տաղավարներով։ Այգու մթնոլորտը զուգորդված խոհարարական առաջարկների հետ, ինչպիսիք են խորվաթական խոզի մսով երշիկեղենը, կաղամբով տոլման եւ ռակիան, օգնել է Զագրեբին 2016, 17 եւ 18 թվականներին ճանաչվել Եվրոպայի լավագույն տոնավաճառ ունեցող քաղաք։ Բրյուսելի տոնավաճառներն ու տոնական լույսերը լիարժեքորեն լուսավորված են եղել Սուրբծննդյան եւ Ամանորի ընթացքում։ Քաղաքի կենտրոնում գտնվող խանութների ցուցափեղկերը զարդարվել են խնամքով դասավորված տոնական լույսերով ու շոկոլադե զարդարանքներով։ Տեղացի շոկոլադագործներն իրենց ցուցափեղկերը վերածել են հեքիաթային տեսարանների։ Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլան կենդանացել է գունագեղ լույսերով եւ փայլուն զարդարանքներով տոների ամբողջ ընթացքում։ Իրականում ամբողջ երկրում տոնական տրամադրությունը սկսվել է դեռևս անցած տարվա սեպտեմբերին, երբ առևտրի կենտրոններն ու հանրային տարածքներն սկսել են ներկայանալ տոնական ցուցադրություններով եւ տոնական թեմատիկ միջոցառումներով, շքեղ տրամադրություն ստեղծելով տոներից մի քանի ամիս առաջ։ Այգիները, փողոցներն ու շենքերը նույնպես ստացել են իրենց տոնական ամենամյա լուսավորությունը, փաթաթված պայծառ լույսերով եւ ուրախ զարդարանքներով։ Ֆիլիպինների բնակչության 80%-ը քրիստոնյա է, ուստի այստեղ Սուրբ Ծնունդը համարվում է երկրի ամենամեծ ու ամենասիրված տոներից մեկը։ Գեղատեսիլ Բունդի մոտ գտնվող Շանհայի գերմանական տոնավաճառն իրականում հայտնի տոնական տեսարժան վայր է, որտեղ մուտքի տոմսերը վաճառվում են եւ ամեն տարի մարդկանց մեծ ամբոխ է հավաքվում այստեղ։ Այս տարվա ամենահայտնի տաղավարներից մեկում 1 ժամից ավելի հերթով վաճառվել է տոնածառերի եւ ձնեմարդերի տեսքով քաղցր բամբակ։ Շանհայի Դիսնեյլենդը նույնպես անցկացրել է իր ամենամյա Ֆրոստիվալը, որտեղ կարելի է ականատես լինել տոնածառի լուսավորության, երաժշտական ծրագրի եւ ձմեռային թեմատիկ դեկորների։ Տոկիոն Սուրբ Ծնունդ ու Ամանորը դիմավորել է շլացուցիչ լուսավորությամբ եւ զարդարանքներով։ Իրականում ցակող արևի երկիրը կրոնական կապեր չունի Սուրբ Ծննդյան հետ, բայց Ճապոնիայի մայրաքաղաքը լույսեր է վառում ծառերի վրա եւ արվեստի ինստալացիաներ է տեղադրում իր բնակիչների եւ այցելուների համար վայելելու ամենամյա տոնական տրամադրությունը։ Ամենատարածված վայրերից մեկը, որն ամեն երեկո բազմաթիվ մարդկանց է գրավում, Կեյակիզակա լուսավորությունն է, որտեղ փողոցը լուսավորվում է ծառերի վրա տեղադրված մոտ 930,000 LED լույսով, որոնք տանում են դեպի հայտնի Տոկիոյի աշտարակ։ Սուրբ Ծննդյան զարդարանքներն այնտեղ լուսավորում են նոյեմբերի վերջից մինչև հունվարի սկիզբ։ Մարոտ Հարվերդյան, Այլ լուրեր։